ԱՄՆ էմիգրացիոն հարցերի շուրջ այսօր զրուցում եմ միգրացիոն փաստաբան Թեհմինա Ավագյանի հետ, բարև ձեզ։ Ողջույն Թեհմինա եւ շնորհակալ եմ, որ եկաք մեր տաղավար։ Ողջույն Արթուր, շնորհակալ եմ հրավերքի համար։ Թեհմինա, գիտեմ, որ շատ ծանրաբեռնված եք վերջին հատկապես այս IC էմիգրացիոն ծառայությունների ռեյդերից հետո, երբ որ մարդիկ են ձերբակալվում, եղան ցույցեր, թե միշտ եք ծանրաբեռնված եղել վերջին Վերջին շրջանում ծանրաբեռնվածությունը շատացել է, զուտ մարդիկ անհանգիստ են եւ հաճախ են դիմում փաստաբանին։ Այո։ Հիմա կոնկրետ վերջին թերևս 10 օր է արդեն շարունակվում են ցույցեր եւ այլն, որովհետեւ IC-ին ըստ այդ բողոքողների կամ այն մարդկանց, ովքեր որ խնդիր են տեսնում այս գործընթացների մեջ, ասում են, որ IC-ին ավելի կորբիրտ մեթոդներով է մարդկանց ձերբակալում, մի խոսքով չհարցնելով իրենց ընտանեկան վիճակը եւ այլն։ Այդպես է թե միշտ է վերջին, ասենք Թրամփի ընտրությունից հետո միշտ է այդ ռեյդերը եղել։ Լոս Անջելեսում կոնկրետ ռեյդերը շատ մեծ ծավալով սկսվել են վերջին 10 օրերին, մինչ այդ եւս կային, սակայն այդպես տեղային բնույթ էին կրում։ Ինչով է պայմանավորված այդ ագրեսիվությունը հիմա։ Քաղաքական որոշում է։ Կարծում եմ, այո, քանի որ Լոս Անջելեսը եւ առհասարակ Կալիֆոռնիան համարվում են ապաստան նահանգ, այսինքն Կալիֆոռնիան Sanctuary City, ինչ է դա նշանակում, որ այստեղ քաղաքային ոստիկանությունը չի համագործակցում էմիգրացիոն ոստիկանների հետ, ի տարբերություն մյուս նահանգների կամ այլ քաղաքների, որտեղ երբ անձահանցագործություն է կատարում, ոստիկանությունը նրանց հանձնում է էմիգրացիոն ոստիկաններին դեպորտացիայի համար, սակայն Լոս Անջելեսում եւ առհասարակ Կալիֆոռնիայում այդպես չէ։ Եվ հայտարարություններ արվեցին, որ պետք է կոնկրետ Լոս Անջելես, Չիկագո եւ Նյու Յորք նահանգները, այո, որոնք որ Sanctuary նահանգներ են համարվում, այնտեղ պետք է էմիգրացիոն հարցերով լուրջ քայլեր ձեռնարկվեն։ Ի սկզբանե ասվում էր, որ պետք է առաջին հերթին արտաքսվեն, դեպորտի ենթարկվեն մարդիկ, որոնք ունեն կրիմինալ ռեկորդ, հա, այսինքն ինչ որ հանցանք են կատարել, լինի դա իրենց երկրում, թե այստեղ։ Արդյոք ձեզ զանգողները հիմնականում այդպիսի մարդիկ են։ Ճիշտ է, որի սկզբանե հայտարարվում էր, որ միայն պետք է թիրախավորվեն այն անձինք։ Սկզբում, առաջին փուլում, այո։ Այո, հայտարարություն, այսինքն պատկերացումը այնպեսին էր, որ միայն հանցագործները պետք է դեպորտացիայի ենթարկվեն, սակայն իրականում այդպես չէ, շատ անձինք, ովքեր առհասարակ չունեն որևէ քրեական պատմություն կամ որևէ խախտում, նույնիսկ ճանապարհային երթևեկության խախտում, նման անձինք եւս դեպորտացիային ենթարկվեն։ Տեսեք, իշխանությունն ասում է, երբ որ դու սահմանը ապօրինի հատում ես, գալիս ես Միացյալ Նահանգներ, դու արդեն հանցանք ես գործել։ Այդպես է։ Այո, քանի որ անձը եթե չունի փաստաթուղթ սահմանը հատելու, այսինքն չունի վիզա, չունի green card, չունի անձնագիր։ Չէ, նույնիսկ տուրիստական վիզա չունի, այո։ Այո, որևէ տեսակի վիզա եւ սահմանը հատում է, ապա նա դա խախտում է իր կողմից, դրա համար նման անձանց դնում են դեպորտացիոն պրոցեսների մեջ։ Այսինքն այդ առումով բոլորը հանցագործ են։ Օրենքը խախտող են, այսպես ասեմ։ Հիմա քաղաքական գործիչներն ասում են մարդիկ, ովքեր որ հանցանք են կատարել, օրինակ ասենք, չգիտեմ, մարդ են սպանել, ինչ որ տարբեր հանցանքներ են կատարել, գողություն են արել եւ այլն, իրենց թող դեպորտ անեն։ Բայց այն մարդիկ, որոնք մաքուր են ապրել, աշխատել են, որովհետեւ խնդիր չեն ունեցել օրենքի հետ, իրենց պետք չէ դեպորտ անել։ Բայց ըստ էության, եթե մարդը հատել է սահմանը, արդեն հանցանքի մեջ է, չէ՞։ Առհասարակ, եթե մենք խոսում ենք ապաստանի պաշտպանության տեսանկյունից, այն մարդիկ, ովքեր հանցագործություն են կատարել իրենց երկրում, խոսքը ծանր հանցագործությունների մասին է, ոչ քաղաքական բնույթի հանցագործությունների կամ ԱՄՆ-ում, ապա նման անձինք արգելք ունեն ապաստան կամ այլ տեսակի, որպես կանոն արգելք ունեն ապաստանի պաշտպանություն կամ այլ պաշտպանություն ստանալու համար, ուստի ենթադրում եմ, որ քաղաքական գործիչների դիրքորոշումը պայմանավորված է հենց դրանով, որ քանի որ նման անձինք չեն կարող պաշտպանություն ստանալ ԱՄՆ-ում,
միգուցե եւ ճիշտ է նման անձանց դեպորտացիայի ենթարկել։ Թեմինա մի հարց, ովքեր են ավելի շատ ձեզ զանգում, ովքեր որ արդեն հայտնվել են, ձերբակալվել են, թե մարդիկ ովքեր որ կամ դիմում ձեր ծառայությանը, ովքեր որ դեռևս չգիտեն ինչ անեն եւ թաքնված են, որտեղ ես տեսնում եմ շատ-շատերը այսօր տնից դուրս չեն գալիս, նույնիսկ մարդիկ, որոնք գրին քարտ ունեն, էլի ինչ որ խնդիրներ են տեսնում, այդպիսի վտանգ կա։ Հա, Արթուր, զանգում են եւ անհանգիստ են բոլորը, ուսանողները, գրին քարտ ունեցողները, այսինքն մարդկանց մոտ խոճապահար վիճակ է, չնայած նրանց ստատուսը պետք է որ անհանգստանալու որևէ առիթ չտար, սակայն այս ընդհանուր վախի մթնոլորտը առկա է։ Բայց եթե մարդը ունի գրին քարտ, մտահոգվելու բան ունի։ Միայն հանցագործություն կատարելու դեպքում, այո։ Այո, իսկ եթե որևիցե խնդիր չի ունեցել, հանցագործություն չի կատարել, ամեն ինչ օրինական է, ինքը որևիցե խնդիր չունի թաքնվելու կամ, չգիտեմ, մտահոգվելու։ Չէ, առհասարակ որևէ խնդիր չի կարող առաջանալ այն գրին քարտ ունեցողների համար։ Չեն կարող ասել գրին քարտը հետ դուր, քեզ դեպորտ ենք անում։ Ոչ, դա շատ բարդ process է, միայն եթե գրին քարտը ձեռք է բերվել խարդախության ճանապարհով, այսինքն օրենքի խախտմամբ, միայն այդ դեպքում կարող են գրին քարտը հետ վերցնել։ Հիմա տեսեք, մնացածը ովքեր որ չունեն գրին քարտ եւ օրինակ փորձենք դասակարգել, հա, ովքեր են նախ առաջին հերթին մարդիկ, որոնք եկել են շատ շուտ, ասենք 10-20 տարի առաջ, բայց մինչեւ հիմա որևիցե կարգավիճակ չունեն։ Այդ մարդկանց դեպորտանում են, թե հիմնականում այսօր կենտրոնացած են վերջին 4 տարիներին եկածների վրա։ Առհասարակ պարզաբան եմ օրենքը, որ պարագայում է թույլ տալիս արագացված դեպորտացիա իրականացնել, այդ խումբը կարելի է բաժանել 3 մասի, այսինքն օրենքը թույլ է տալիս արագացված դեպորտացիայի ենթարկել այն անձանց, ովքեր մուտք են գործել ԱՄՆ առանց վիզայի, առանց թույլտվության, սահմանը հատել են եւ այստեղ են 2 տարուց պակաս։ Երկրորդը դրանք այն անձինք են, ովքեր ԱՄՆ նորից հատել են սահմանով չունենալով թույլտվություն եւ այստեղ են 2 տարուց ավել։ Եվ երրորդ խմբում այն անձինք են, ովքեր մուտք են գործել որևէ տեսակի պարոլի ծրագրով, որը հետագայում վերացվել է։ Դրանք հիմնականում Կուբա, Հայիթի եւ այդ լատինական երկրներին տրված պարոլի ծրագրերն են։ Կարծեմ Ուկրաինան էլ է, չէ՞, այդպիսի մի ծրագիր պատերազմում։ Այդ առումով ուկրաինական ծրագիրը դեռևս սպասողական վիճակում է, այնպես որ իրենց դա չի վերաբերվում։ Ամփոփելով կարող եմ ասել, որ գրեթե բոլորին կարող են դեպորտացիայի ենթարկել, արագացված դեպորտացիայի, անկախ նրանից իրենք ինչքան ժամանակ են այստեղ, բացառություն են կազմում միայն այն անձինք, ովքեր այստեղ եկել են որպես տուրիստ, որպես ուսանող կամ որևէ այլ օրինական հիմքով են մուտք գործել։ Այդ անձանց չեն կարող ենթարկել։ Այո, այդ անձանց մասին կխոսենք, բայց մի հարց է ինձ հետաքրքրում։ Մարդիկ, որոնք այստեղ են, օրինակ, ենթադրենք եկել են տուրիստ կամ ինչ որ ճանապարհով 20 տարի առաջ, կամ չգիտեմ 5 տարի առաջ, օրինակ անդիմել են, օրինակ քաղաքական ապաստանի կամ այլ кейսով, բայց մինչև հիմա իրենց գործերը ձգվում են։ Այդ մարդիկ խնդիր ունեն, թե չէ։ Իրանք օրինական բոլոր պրոցեդուրաներով այդպես ստիմել են։ Եվ սպասում են։ Այդ անձանց արագացված դեպորտանել չեն կարող, ինչպես նշեցի։ Ինչ է արագացված դեպորտացիան, պարզաբանեմ, հա, երբ անձին առանց դատական լսման պարզապես ձերբակալում են փողոցից, տանից եւ արագ ճանապարհով հետ են ուղարկում իրենց երկիր կամ երրորդ այլապահով երկիր։ Ի տարբերություն մնացած այլ անձանց, այն անձինք, ովքեր եկել են տուրիստ, նրանց արագացված դեպորտացիայի ենթարկել չեն կարող։ Այո։ Հիմա խոսենք այդ մարդկանց մասին, ովքեր որ թիրախում են հենց, հա, այդ 3 կատեգորիաներ ասացիք։ Հիմա, եթե մարդը եկել է, անցել է սահմանը, դիմել է օրինակ ապաստանի, նույնիսկ դատ է եղել, հիմա այդ մարդիկ ենթակա են արագ դեպորտացիայի, թե ոչ։ Այո, անկախ նրանից, այո, երբ են իրենք մուտք գործել, արդյոք ունեն դատական լսում, ինչ փուլում է գտնվում։ Չեն սպասում դատարանը ինչ կորոշի, հա։ Նրանց կարող են, այո, արագացված դեպորտացիայի ենթարկել եւ վերջին շրջանում կարծես աշխատում է մի մեխանիզմ, երբ
դատախազները, հա, պետության փաստաբանները դիմում են դատարան դատական գործերը կարճելու համար, որպեսզի այդ անձանց արագորեն կարողանան հեռացնել երկրից։ Այսինքն խնդիր է դրվել, ինչ որ քանակ ես լսեցի, որ մոտարապես իրենց նպատակը օրական 3000 մարդ դեպորտացիայի ենթարկելն է, բայց ընդհանրապես 1000-ից 2000 է ստացվում հաջողվում, նույնիսկ եթե 3000 լինի, այսինքն մոտ 8 տարի է պետք, որպեսզի 10 միլիոն մարդու դեպորտ անեն, դա իրական է ըստ ձեզ։ Նման հայտարարություն այո արվել է, որ մոտ 3000 անց պետք է օրական դեպորտացիայի ենթարկվի եւ նախագահն էլ կարծես հայտարարել էր իր դժգոհություններ արտահայտել այդ արդյունքների վերաբերյալ, որ թիվը չի ապահովում եւ պետք է ավելի խստացնել միջոցառումները, տեսականորեն դա շատ բարդ process է եւ արդյոք հնարավոր կլինի թե ոչ, կարծում եմ շատ բարդ է լինելու։ Այո։ Ձեզ ավելի շատ զանգում են, ես համոզված եմ մարդիկ, որ արդեն ասել է այսպես վերջնակ, այսինքն ձերբակալման փուլում են, նույնիսկ ձերբակալվել են, թե չէ, այդպես է։ Օրինակ, եթե ձերբակալեցին մարդուն, այդ ժամանակ կարող է իրավաբան միանալ, այսինքն պահանջել իր փաստաբանի կամ նոր փաստաբան վերցնել։ Առհասարակ, երբ անձին ձերբակալում են եւ նա վախենում է հետ վերադառնալ իր երկիր, այդտեղ նա ունի վախի հարցազրույցի իրավունք եւ փաստաբանը ներգրավում է, որպեսզի այդ process-ները կազմակերպի, որպեսզի անձին այսպես արագացված դեպորտացիայի չի ենթարկեն։ Սակայն եթե անձը չի հայտնում իր վախի մասին, նրան կարող են արագացված դեպորտացիայի ենթարկել։ Վախի մասին, այսինքն ինքն ասում է, որ եթե ես գնամ իմ երկիր, այնտեղ ինձ վտանգ է սպառնում կյանքին, հա, այդպես։ Այո, նա պետք է հայտարարի, որ ես չեմ կարող հետ վերադառնալ իմ երկիր, ինձ այնտեղ վտանգ է սպառնում, եթե ինձ դեպորտացիայի ենթարկեք, ապա այնտեղ ինձ կսպանեն, կձերբակալեն կամ տանջանքների կենթարկեն։ Նա այդ մասին պետք է բարձրաձայն արտահայտի եւ պահանջի փաստաբան, կարող է հենց այդ ժամանակ փաստաբան ներգրավել։ Այո, կարող է հենց այդ ժամանակ պահանջել փաստաբան։ Այո։ Սովորաբար որքան արագ է այդ process-ը տեղում ձերբակալելուց հետո երբ է լինում դատական նիստը, այսինքն որքան են պահում բանտերում իրենց։ Հիմա սկսել են շատ երկար պահել, առհասարակ վերջին, հա, անցած տարվա վերջից սկսած անձինք, ովքեր ապօրինաբար հատում են սահմանը կամ ձերբակալվել են ԱՄՆ-ի ներսում, նրանք ամբողջ process-ների ընթացքում, դատական ողջ process-ի ընթացքում մնում են բանտում։ Այո։ Հիմա ուզում խոսենք դատարանների մասին, հենց այդ էմիգրացիոն դատարանների մասին, եթե չեմ սխալվում, վերջին շրջանում ինչ որ լուրեր տարածվեցին, որ դատավորներ են ձերբակալվել, այդպիսի դեպքեր եղել են, դուք տեղյակ եք։ Այո, եղել են։ Եվ ինչու են ձերբակալվել։ Հա, պատճառը այն էր, որ դատավորը կարծես խոչընդոտել էր այս մարմիններին ձերբակալել էմիգրանտի, ուստի նրան ձերբակալեցին, ճիշտ է, ի վերջո այդ էմիգրանտին ձերբակալել էին, բայց դատավորի գործողությունները դիտարկվել էին, որ խոչընդոտում է այսի գործունեությունը։ Այսինքն դատավորներն են վախեցած հիմա, այդպես կարող ենք ասել։ Առհասարակ դատավորների նկատմամբ էլ ճնշումներ կան, թեկուզ այն մեմորանդումներով, այն իրավական փաստաթղթերով, որոնք նրանք պարտավոր են իրագործել, այդ սխեման, որ իրենք պետք է կարճեն դատական գործերը, որպեսզի կարողանա այս իրականացնել դեպորտացիա, դա արդեն իսկ ճնշում է նրանց նկատմամբ եւ առհասարակ Ամերիկայում էմիգրացիոն դատավորները իրենք անկախ չեն, իրենք նշանակվում են գործադիր մարմնի կողմից ի տարբերություն մնացած այլ դատավորների, որոնք որ դատական, հա, անկախ դատական համակարգի մասն են կազմում, էմիգրացիոն դատարանները նշանակվում են գործադիր մարմնի կողմից, այն նույն մարմնի կողմից, որը որ նշանակում է դատախազներին եւ նրանք հաշվետու պատասխանատու են գործադիր մարմնի առջեւ, ուստի առհասարակ էմիգրացիոն դատավորները անկախ չեն այդ առումով։ Այսինքն դա նշանակում է, որ դակող մարմին է, այսինքն ձերբակալեցին, իրենք արագ գործընթացը արագացնում են, որպեսզի դեպորտ անեն, թե եղել են դեպքեր, որ մերժվել է դեպորտացիան։ Եթե խոսքը վերաբերում է այս վերջին շաբաթվա այս տենդենսին, երբ դատախազը միջնորդություն է ներկայացնում գործը կարճելու, որպեսզի կարողանան արագ անձին դեպորտացիայի ենթարկեն,
Քիչ թվով դատավորներ մերժել են նման միջնորդությունները։ Այո, դրանք հիմնականում լիբերալ Սան Ֆրանցիսկոյի, Սակրամենտոյի հայտ դատարաններն են, որոնք որ մշտապես պատմականորեն։ Իսկ Լոս Անջելեսում։ Լոս Անջելեսում։ Ինչու եմ հարցնում, որտեղ մեր հայրենակիցների մեծ մասը այստեղ է ապրում։ Լոս Անջելեսում անցած շաբաթվա ընթացքում ականատես եղանք մասսայական գործերի կարճման եւ ձերբակալությունների, այսինքն այսպես կարծես սխեմա էր, երբ դատախազը միջնորդություններ ներկայացնում գործը կարճելու համար, դատավորը բավարարում էր եւ այսը հենց դատական նիստերի դալիճից դուրս էր գալիս անձը այնտեղից ձերբակալում էր։ Ձերբակալելուց հետո դատարանի վճռից հետո ինչ են անում, ուղղակի ճանապարհում են այդ իրենց երկիր։ Այստեղ Ես լսել եմ նույնիսկ փող են տալ այդպիսի բան կա։ Այո, միգրացիոն միջազգային մարմինը, որը որ փախստականների վերաբնակեցմաններ աջակցում, այժմ աջակցում է այս մարդկանց, ովքեր նախատեսում են հետ վերադառնալ իրենց երկիր եւ յուրաքանչյուրին տրամադրվում է կարծես $1000 Եվ նաեւ ինքնաթիռի տոմս են գնում, դա ճիշտ է։ Առհասարակ այո, դեպորտացիաների ժամանակ։ Ես կարծեմ լսեցի ռադիոյով էր թե հեռուստատեսությամբ գովազդ էր գնում ներքին պաշտպանության նախարարության կողմից Քրիստի Նոեմի, որը կոչ էր անում մարդկանց ինքնակամ գնացեք, ձեր թիքետները կառնենք եւ այլն եւ կարող եք վերադառնալ օրինական։ Դա ինչ օրինակ ձեր խորհուրդը որն է։ Եթե մարդիկ այստեղ անօրինական են, կարող են ձեզ դիմել։ Ես ճիշտն ասած լսեցի, որ այս օրերին նույնիսկ փաստաբանների հետ խոսեցի, իրենք ասում են այնքան ծանրաբեռնված ենք, նույնիսկ շատերը չեն էլ ուզում նոր գործեր վերցնել, այդպիսի իրավիճակ է, այսինքն անհույս է այդ մարդկանց, թե ամեն դեպքում հնարավոր է ինչ որ օգնել, որպեսզի նրանք դեպորտացիայի չենթարկվեն եւ մնան այստեղ։ Մենք փաստաբանները շարունակում ենք գործել, պայքարել եւ պաշտպանել մեր հաճախորդներին։ Իսկ այո, նման հայտարարություններ արվել է, որ մարդկանց քաջալերում են տոմսերը ձեռք կբերի պետությունը եւ իրենք կարող են ինքնադեպորտ լինել, առհասարակ այս հակաէմիգրացիոն քաղաքականությունը շատ մեծ գովազդային բյուջե ունի հենց պաշտոնավարման առաջին իսկ օրվանից նոր վարչակազմի մի քանի $100 միլիոն հատկացվեց։ Եթե չեմ սխալվում, յուրաքանչյուր անձին դեպորտ ենթարկելու համար ծախսում են $16 թե $17,000, այդքան է նստում պետության վրա։ Օրինակ, եթե առաջարկեին օրինակ $10,000, ինձ թվում է շատ-շատերը կգնային։ Միևնույնն է, իրենք 17,000 ծախսում են, այդպիսի գնահատական կար, որ մոտարապես յուրաքանչյուր մեկին դեպորտ անելու համար պետությունը ծախսում է 17, եթե 10 տան, ինձ թվում է շատերը կգնան։ Համենայն դեպս մեր հայրենակիցների շրջանում ես նման ցանկություն չեմ տեսել, այո։ Կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն վերադառնալու, բայց դրանք այդ մարդիկ քիչ տոկոս են կազմում։ Իդեպ երեք լսեցի Միացյալ Նահանգների տարբեր փոդքասթներում, որ մոտարապես 1 միլիոն մարդ ինքնադեպորտ է եղել, չգիտեմ որքանով է դա ստույգ, բայց ամեն դեպքում կան այդպիսի մարդիկ, կարծես թե։ Եվ մեկին էլ ես եմ ճանաչում, անկեղծ ասած, թեև այդ $1000 համար չեն գնում իհարկե։ Շատ լավ, հիմա կուզեմ խորհուրդ տաք մեր հայրենակիցներին, ովքեր որ վախեցած են, տներից դուրս չեն ուզում գալ եւ սպասում են, թե ինչ է լինելու։ Ինչ պետք է նրանք անեն, սպասեն, թե պետք է ինչ-որ քայլեր ձեռնել, իրավաբան, փաստաբանի դիմել, գործ սկսել, ինչ-որ պատրաստել, ինչ անեն։ Առհասարակ այն անձինք, ովքեր դիմել են ապաստանի, պետք է կազմեն իրենց ապաստանի գործը մանրակրկտորեն, սա շատ ճիշտ ժամանակ է, որպեսզի նրանք հավաքեն իրենց ապացույցները, վերանայեն իրենց պատմությունը, քանի որ միակ process-ը, որը նրանց կազատի այդ դեպորտացիայից, դա վախի հարցազրույց ունենալն է, որի ժամանակ նրանք պետք է մանրակրկիտ պատմեն, ինչ է իրենց հետ եղել, երբ է եղել, ով է իրենց հետապնդել, այսինքն ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա իր մշակված պատմությունը, որպեսզի կարողանա դա։ Իսկ եթե չունեն այդպիսի բան, ինչ է նշանակում չունեն։ Վախի խնդիր չունեն, ուղղակի եկել են մարդիկ։ Նման անձինք առհասարակ ապաստանի դիմելու եւ պաշտպանություն հայոց ստանալու իրավունք չունեն։ Այսինքն նման մարդիկ, որովհետեւ հույս չունեն մնալու, պետք է գնան։ Բնականաբար։
Այո։ Իսկ պատմությունը մարդիկ, որոնք ունեն իսկապես, բայց նաև ուզում են հիմքեր, չէ, ինչ որ փաստաթղթեր, ապացույցներ եւ այլն։ Այդ դեպքում եթե մարդը մի կերպ մազապուրծ է եղել, եկել այս երկիր, որտեղից կարող է այդպիսի ապացույցներ ճարել։ Առհասարակ ապացուցման բեռը դա դիմողի վրա է, ինքը պետք է ապացուցի իր Այո։ ձեռքի տակ եղած փաստաթղթերով, որ իրեն իրականում հետապնդել են։ Եթե չունի ապացույցներ, ապա պետք է ներկայացնի ինչի արել, որ փորձել է ձեռք բերել արդյոք այդ ապացույցները եւ ինչու իրեն չի հաջողվել։ Պարզապես պետք է ողջամիտ պատասխան լինի, որպեսզի եւ դատավորը եւ օֆիցերը տեսնի, որ անձը որևէ գործողություն ձեռնարկել է այդ ապացույցները ձեռք բերել ուղղությամբ։ Դուք նոր кейսեր վերցնում եք, թե ոչ։ Այո։ Վերցնում եք։ Եվ կուզեմ ասեք նաև ինչպես ձեզ հետ կարող են կապվել մեր հեռուստադիտողները, եթե դրա կարիքը կա։ Ես գիտեմ, որ դուք շատ ակտիվ եք social media-ում, հենց այդպես էլ ձեզ սոցիալական ցանցերից գտա եւ շնորհակալ եմ, որ եկաք, բայց նաև եթե հնարավոր է ձեր հեռախոսի համար կամ մարդիկ, որոնք կարիք ունեն ձեր ծառայության, կարող են ձեզ զանգել կամ գալ։ Կարող են մեր հաճախորդները դիմել մեզ, մեր գրասենյակները Լոս Անջելեսում եւ Սակրամենտոյում են եւ հեռախոսահամարները 818-600-0808։ Դուք Սակրամենտոյում էլ օֆիս ունեք։ Այո։ Շատ շնորհակալ եմ։ Եթե ավելացնելու այլ խորհուրդ կամ ինչ որ մի կոչ համեցեք մեր հեռուստադիտողներին եւ ավարտենք։ Հարգելիներս, շատ անհանգիստ ժամանակներ են, սակայն իրականում այդպես մասսայական դեպորտացիաներ որևէ նահանգում չկան, ավելի շատ խոճապային վիճակ է եւ մենք ի սկզբանե տեսանք, որ այդ գործընթացների համար հատկացվել էր մեծ բյուջե եւ մասսայականորեն 2007-2008 թվականի դեպորտացիաները առաջ էին գալիս Google-ի առաջին edge նորամսա թվերով այդ խոճապը տարածելու եւ մարդկանց վախի մթնոլորտում պահելու համար։ Նման իրավիճակը որպես էմիգրացիոն փաստաբան կարող եմ ասել, որ ուռճացված է եւ պարզապես եղեք ապահով, եղեք հանգիստ, շարունակեք ունենալ ձեր առօրյան եւ իհարկե զբաղվեք ձեր էմիգրացիոն գործերով։ Դա շատ կարեւոր է, որպեսզի դուք մանրակրկիտ վերանայեք ձեր էմիգրացիոն գործը եւ ունենաք բոլոր ապացույցները։ Շատ շնորհակալ եմ թեմինա հետաքրքիր մեկնաբանությունների, կարևոր մեկնաբանությունների համար, ձեզ հաջողություն եմ աղթում։ Ես էլ եմ շնորհակալ։ Նաև ձեզ շնորհակալություն սիրելի այրենակիցներ, հիշեցնեմ իմ զրուցակիցը ԱՄՆ միգրացիոն փաստաբան Թեմինա Ավագյանն է, շնորհակալություն, ուշադրության համար կհանդիպենք։